Ողջույն, 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Սավգուլյանը։ Բարև ձեզ, պարոն Սավգուլյան։ Բարև ձեզ, Հերմինե ջան։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Լրացավ 1 տարին, ինչ ստորագրվել է TRIP-ը, Փաշինյանն ասաց, որ առարկայական գործնական փուլ ենք մտնում, հետո արդեն Ալիևի հայտարարությունը հնչեց, Ալիևն ասում է, որ մասնագետներ են նույնիսկ ուսումնասիրություն կատարել Հայաստանի տարածքում եւ էլեկտրահաղորդման գծերի հենասյուների մասով տեղորոշել տարածքը, հետո Փաշինյանը հաստատեց, հետո տեղեկություններ եղան, որ Մեղրիի հատվածում է դա եղել, դուք ինչպես եք գնահատում այս ընթացքը, այսինքն առարկայական փուլ է իսկապես մտնում գործընթացը եւ արդյոք այն իրավիճակը, որ ստեղծված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Իրանի միջև կարող է խոչընդոտվել։ Բնականաբար արդեն մտել է առարկայական փուլ եւ Ամերիկայից գիտեք վերջերս նաեւ պատվիրակություն ժամանեց TRIP-ի մասով հանդիպում տեղի ունեցավ եւ այս կտրվածքով հա կողմերը աշխատանքներ իրականացնում են, բայց կրկին օրակարգում մնում է TRIP-ի Թրամփի ուղի թե միջանցք ունենալու լինելու խնդիրը եւ վերջերս նորից նայում եմ TRIP-ի փաստաթուղթը հանդիպեցի մի հետաքրքիր կետի որտեղ նշվում է փոխադարձ այդ ունեցած շահաբաժինների օտարման վերաբերյալ, ասում եմ օտարման դեպքում այդ օտարված շահաբաժինները հարկման ենթակա չեն։ Փորձագետներից նշել են, որ պետք է այդ պայմանագրում կետ սահմանել, որի համաձայն պետք է բացառվեր երրորդ կողմին օտարելը, բայց փաստացի այդ մի կետով խոսվում է այն մասին, որ շատ հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է օտարել իր 24%-ը, դիցուք օրինակ Ադրբեջանին, որի հետ խաղաղասիրական եւ բարեկամական փուլ է թեւակողել, իսկ Միացյալ Նահանգները կարող է Թուրքիային։ Դիցուք տեսականորեն դա չի բացառում, որտեղ հստակ փաստաթղթում կա։ Այս Հայաստանի նաեւ կարծիքն են հաշվի առնելու եւ Հայաստանը կարող է վետո դնել։ Օրինակ Արարատ Միրզոյանը այդպես մեկնաբանեց այդ հարցին։ Փաստաթղթում հստակ ֆիքսված է, որ երկու կողմերը կարող են օտարել։ Ճիշտ է, այլ լույսի ներքո է գրած։ Ասում է, եթե օտարեն իրենց շահաբաժինները, իրենց կողմից ստեղծված դուստր ընկերությունների շահաբաժինները, դրանք հարկման չեն ենթարկվելու։ Այդ ձևակերպմամբ է դրված։ Չի գրված կարող են օտարել երրորդին կամ չեն կարող։ Դա ուղղակի չի գրված։ Բայց այդ կետից բխում է Հայաստանը խոսքի իրավունք ունի, չէ՞ այդտեղ։ Միանշանակ ես էլի եմ ասում։ Եթե Հայաստանը բացարձակ վստահություն ունի գործընկերներ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ եւ խաղաղություն է այո, եւ խաղաղություն է կնքվում, կարող է գտնել, որ արդյունավետ կլինի այդ շահաբաժինը օտարել եւ մի որևէ կազմակերպության, հա, որը կարող է լինել ադրբեջանական կազմակերպություն, դա չի բացառվում։ Այդ փաստաթղթով ոչինչ չի սահմանափակվում։ Եւ տեսականորեն էլի ասում եմ, եթե դիցուք Հայաստանի Հանրապետության կառավարություն, այս ներկա կառավարություն, իր 24%-ը վաճառի Ադրբեջանին, ընդունենք այդ նախաստորագրված համաձայնագիրն էլ ստորագրվի։ Դրանից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ 24% օտար։ Միացյալ Նահանգներն էլ 76% օտարի թուրքական որևէ կազմակերպություն։ Այս ձևաչափում, այս համատեքստում մենք կարող ենք ասել, որ դա վերածում է թուրք-ադրբեջանական միջանցքի։ Հիմա այն պայմանագիրը, որոնք որ գրված է ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության պահպանման 5 այդպես կետեր նշված։ Այո, կետերը գեղեցիկ գրված են, բայց չի սահմանափակում, չի սահմանափակում, որ վաղը մի քիչ իմ մոտեցումները ենթադրությունների շարքա պարունակում, մեր տարածաշրջանը բավականին պայթունավտանգ է եւ դա Իրանի կողմից էլ նաեւ դիտարկվում է, եթե դա դառնա միջանցք, ապա նաեւ իր կենսական շահերն են ոտնահարվում, կարող է տարածաշրջանում իրավիճակը լարվել եւ ելնելով այդ ճանապարհի անվտանգության պաշտպանությունից կողմերը, որոնք հանձն են առել շահագործելու, զորք մտցնեն այդ միջանցքը պաշտպանելու համար կամ Թրամփի ուղին, ոնց ուզում ենք ձևակերպել։ Այս պարագայում խնդիրը որն է,
Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամեն կերպ փորձում են Վաշինգտոնում անցած տարի օգոստոսի 8-ին կնքված է Թրամփի ուղի համաձայնագիրը, պայմանագիրը ներկայացնել որպես բացառիկ դիվանագիտական հաղթանակ, խնդիրը դրան է վերաբերում։ Իմ բոլոր ռիսկերի գնահատումը, դիտարկումները ոչ թե ես ասում եմ դա վատն է, թե լավն է եւ այլն։ Բայց խնդիրը ռիսկերը որ կարող են ինքը, այո, ռիսկերը պետքա կառավարելի լինի եւ ինչու՞ չէ։ Կարող են հետագայում նրանք կետ ավելացնել, փոփոխել, որpիսի այդ շահաբաժինները երրորդ կողմի չոտարվի։ Կարող է նույն Ամերիկան Միացյալ Նահանգները պահումը Հայաստանը որոշում ինչ որ երրորդ կողմի օտարի եւ Հայաստանի Հանրապետությունում մենք դա տեսնում ենք, չէ՞։ Մի քանի տարի առաջ էր, երբ խոսքը գնում էր ատոմակայանի շահագործման հետ կապված, ուղիղ հաստատվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, ինչ խնդիր կա, որ Թուրքիան շահագործի։ Ինչ խնդիր կա։ Թրիփի հետ կապված չէր ասում, որ բազմաթիվ քննադատությունների պատասխանեց ասում, թող կան գնան էլ ինչ աղ, գան գնան։ Այդ իր ասած ինձ հիշեցնում է մի հատ մոտոցիկլետիստ կա, Տիգրան մեծ պողոտայով գիշերը 2-ից 4-ը տենց գնում գալիս անընդհատ մեր լուսամուտի տակով։ Դա ինչ որտեղ հանդուրժելի է, որտեղ հանրային տարածք է, չէ՞, փողոցը։ Բայց պատկերացրեք այդ մոտոցիկլը ձեր տան միջանցքով է անցնում։ Հիմա սա նմանատիպ է, մի քիչ կենցաղային է օրինակը, բայց նման կերպով ալնելու։ Եթե դա իրականում մեր երկրին ստրատեգիական մեծ օգուտներ է բերելու, տնտեսագետները հաշվում են, որ դրա այն շահույթը, որը ինքը պետքա տա, նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Ես հիմա դժվարանում եմ կոնկրետ թվեր նշել, բայց դա մեր բյուջեի վրա ինչ որ տիտանական ազդեցություն չի թողել։ Հիմա այս պարագայում հնարավորինս պետքա բոլոր ռիսկերը հաշվի առնել, մի քիչ ուշացած է, բայց փաստ է։ Եվ խնդիրը նաև այլ տեղից է գալիս։ Մենք եթե Ադրբեջանի եւ Թուրքիային վերաբերվում ենք իրապես որպես բարեկամների եւ ապագա դաշնակիցների։ Դե բարեկամ չեն ասում, դրացի են ասում։ Դրացի, դա, բայց խաղաղության պայմանագիր են կնքում եւ վստահ եմ, որ դա խաղաղություն է բերելու մեզ եւ դա ունենալու է հավերժական բնույթ։ Օրինակ 1919 թվականի նոյեմբերի 23-ին փուջուր պատմական անդրադարձ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Թիֆլիսում կնքվեց բարեկամության պայմանագիր։ Մի ամիս չանցած նույն Նախիջևանի շրջանում սահմանամերձ այդ հատվածներում էլի կռիվներ են գնում եւ այդ հրահրող Ադրբեջանն է։ Անցել է ընդամենը մի 107 տարի։ Հա, այս ժամանակահատվածում, այսինքն այն Ալիևն ասում է խաղաղություն ենք ուզում, մենք ինչ որ խնդիր ունենք, այդ խնդիրը լուծել ենք, այլևս խնդիրներ չունենք Հայաստանի հետ։ Էլի ջան, ես հավատում եմ, միֆ է։ Ես հավատում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է իրապես լինի ռեալ եւ երկարաժամկետ խաղաղություն, եթե մենք ունենանք հզոր բանակ, եթե մենք ունենանք հզոր տնտեսություն։ Բայց այսօրվա իշխանությունների այս ապիկար կառավարման համակարգը, որը մենք նույն բանակում զինված ուժերում, որ մենք անընդհատ լսում ենք խաղաղ պայմաններ են զոհերի մասին, մարտական դիրքերի կառավարման մասին։ Վերջերս նույն գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասերյանը, չէ՞, հատ շոու ցույց տվեց ցուցադրական, թարմ հետքերով մի զինծառայողի հետ հաղորդման այցելեցին մարտական հենակետ եւ պարզեցին, որ այդ ամեն ինչը սուտ էր։ Ես այսօր համացանցում մի հատ լուսանկար եմ հրապարակել, ինչպես է զինծառայողը տեղում ինքնաշեն զուգարան պատրաստել 3 անվադող իրար վրա դնելով եւ որպեսզի կարողանա իր կարիքները հոգալ։ Դա խայտարակություն է։ Այսինքն ինչ է, դուք գնում եք 2 կամ 3 կահավորված բան, մարտական հենակետ, ի սկզբանե տարածում եք, որ այդ հենակետում խնդիրներ կա, հետո գնում եք տեսնում եք այդ հենակետներում ամեն ինչ նորմալ, բայց էլի նորմալ չի, ինժեներական իմաստով մեր բոլոր դիրքերը կահավորված խնդրահարույց են։ Բայց վերադառնանք արտաքին դաշտին։ Հիմա խաղաղության համաձայնագրի հետ կապված փաստացի չի ստորագրվում դեռևս, սպասում են սահմանադրության փոփոխությանը։ Օգոստոսի 11-ին անցած տարի ստորագրվեց, նախաստորագրվեց բարեկամության եւ խաղաղության այդ համաձայնագիրը։ Հիմա անդրադառնանք դրան։ Այդ համաձայնագրի 4 հոդվածում ասում է, որ կողմերը պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետևողական կերպով ամեն ինչ արվում է
որպեսզի ցույց տրվի, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության։ Դա կլինի սահմանազատման հանձնաժողովում հայկական դիրքորոշման եւ կեցվածքի հետ կապված։ Դա կլինի ազգային պատմական սիմվոլների խեղման հետ կապված։ Դա կլինի հայ ժողովրդի պատմության աղավաղման հաշվին, մեր ազգային ինքնության արժանանալու։ Այդ ամեն ինչ արվում է։ Եկեղեցու դեմ արշավի հանձն են առել նաև սահմանադրությունը փոխելու եւ։ Բայց մենք ինչ ենք տեսնում Ադրբեջանում։ Նույն վարչապետը անդադ մեղադրում է ընդդիմությանը՝ մի խոսեք Արևմտյան Հայաստանից, պահանջատիրությունից, Արցախից եւ այլն, որ դուք խոսում եք, իրենք խոսում։ Իսկ իրենց կողմից ինչ է կատարվում։ Իրենց կողմից կոնկրետ նախագահ, այո, խոսում է Իլհամ Ալիևը Արևմտյան Ադրբեջանի մասին։ Իդեպ պետք է հուշենք վարչապետին, մեր վարչապետին, էլի Հայաստանի Հանրապետության, որ ինքը հաճախ ստանձնում է եւ ընդդիմության եւ իշխանության լիդերի դիրքը, ինքը մեկ-մեկ մոռանում է, որ ինքը վարչապետ է։ Եվ ասում է, որ ինչքան դուք խոսաք, այնտեղ խոսելու։ Բայց եթե դուք խոսում եք խաղաղության մասին, ամեն օր ցիտում եք դա, իսկ իրենք խոսում են անջատողականության, Հայաստանի Հանրապետության ներկա տարածքը վերագրում են պատմական Ադրբեջանի տարածքին, ասում են, որ իրանք խաղաղ ավտոմեքենաներով պետք է մտնեն, գան Երևան հասնեն, Նախիջևանում կազմակերպեն Արևմտյան Ադրբեջանի հետ կապված հսկայական գիտաժողով, Ադրբեջանի միջազգային հարաբերությունների Բաքվի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում առանձին բան Արևմտյան Ադրբեջանի ամբիոն են բացում, գիտական հիմքերի վրա են դնում, այսինքն տարածքային պահանջներ ներկայացնում եւ խախտում են այդ քետերից մեկը, որտեղ որ նշվում է հոդված 2-ում, որ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն պահպանելու միմյանց տարածքային ամբողջականություն եւ քաղաքական միասնություն, այդ կետն էլ է խախտվում։ Այսինքն հերիք չի դուք նախաստորագրել եք, դա ռեալ հաստատի խաղաղության պայմանագիր չեն կարող համարել, որտեղ գրած է նախաստորագրված։ Կարելի է ասել դա խաղաղության պայմանագրի նախագիծը։ Նույնիսկ այդ նախագծի շրջանակներում ադրբեջանական կողմը չի պահպանում իր կողմից ստանձնված պարտավորությունները։ Նույնը վերաբերվում է, ես ինչի մարտական մեր հենակետերի կահավորմանը անդրադարձա, որտեղ իրանց կողմից, Հերմինե ջան, եթե դուք տեսնեք ինչ աշխատանք են տանում, ասես իրենք պատրաստում են երրորդ Հայաստանի հետ էլ չէ, երրորդ համաշխարհային պատերազմին են պատրաստվում։ Այդ կարգի իրանք ամրաշինական աշխատանքներ են տանում։ Փոխարենը մեր կողմից, որ մենք նայում ենք, հանգիստ իրավիճակը, նույն այդ քարերով շարում են բաները, մարտական հենակետները կահավորում են այդ քարը բեկորներով եւ անվադողերով։ Դա լուծում չի։ Իրենք այնց են։ Եթե խաղաղության են գնում, ինչու են այդպես պաշտպանվում, այդպես ամրաշինական աշխատանքներ իրականացվում։ Որովհետեւ Ադրբեջանը հստակ գիտի, որ տարածաշրջանում ցանկացած դեպքում, եթե մի իրավիճակ փոխվի եւ հնարավորություն ընձեռվի, որ ինքը Հայաստանի Հանրապետությունից խլի Գեղարքունիքի մարզը, խլի օրինակի համար Սյունիքը, ինքը գնալու է այդ քայլը։ Եվ իդեպ նաև այդ համաձայնագրում կար մի sense կետ, որը վերաբերում էր, որ եթե կողմերը ունեն միմյանց նկատմամբ միջազգային հայցեր, պետք է հետ վերցնեն այդ հայցերը։ Բայց ես տեղյակ եմ, որ Ադրբեջանը ռազմական հայցերը հետ է վերցնում, բայց թողնում է այդ արբիտրաժի դատարանում միջազգային բնապահպանական հայցը, որը կազմում է մոտավորապես 150 միլիարդ։ Այսինքն Արցախի տարածքը Հայաստանի Հանրապետության կողմից շահագործվել է, ճանապարհներ են կառուցվել, բնությանը վնաս է տվել, հանքեր են շահագործվել եւ այլն եւ այլն, այդ ամեն ինչը իրանց կողմից ֆինանսավորված մի հատ կազմակերպություն ուսումնասիրել է, գրել է 150 միլիարդ դոլար եւ ներկայացրել միջազգային։ Դա հետ չեն վերցրել։ Այսինքն Ադրբեջանի բոլոր քայլերը, եթե մենք վերլուծում ենք, տեսնում ենք, որ ինքը ապագայի համար շատ հետաքրքիր փաթեթներ է նախապատրաստում, որ Հայաստանի Հանրապետության վրա ճնշումներ գործադրեն։ Օրինակ ընդունենք, հա, ես ճիշտ ասած փորձագետների հետ զրուցել եմ, իրենք ասել են այդքան էլ չի, որ իրանք կարող են այդ 150 միլիարդը մեզնից պահանջեն, ասում եմ, լավ, դիցուք հաստատվեց այդ 150 միլիարդը, ինչ է լինելու։ Հնարավոր է, օրինակ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում այդ պարտքը վճարի եւ Ադրբեջանը օրինակի համար որոշում է զորք մտցնել Սյունիքի եւ օրինակ Գեղարքունիքի մարզ եւ Հայաստանի Հանրապետությունը ստիպել, որ այնտեղի բնական հանածոները պետք է համատեղ շահագործվեն, ինչպես օրինակ այս թրիփի շրջանակներում համատեղ կազմակերպություններ ստեղծվեն
եւ Սևանի ավազանով շահագործվի իրանց կողմից եւ Սյունիքի հանածոները, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա 150 միլիարդ դոլարը, չգիտեմ քանի 100 տարում փակի։ Այսինքն Ադրբեջանի բոլոր քայլերը բարեկամական չեն, Հերմինե ջան։ Եվ այս խաղաղության, խաղապաշտական դոզան, որը առավոտից իրիկուն իշխանական քարոզչական մեքենան փչում է մեր ժողովրդի գիտակցության մեջ, թմրեցնում է, հակառակը, այսինքն նույնիսկ ընթառաջ գնալով դրան, տրվելով դրան, հաճախ զգում ես, որ այս իշխանություններն են հավատում իրենց քարոզչությանը։ Իրանք այդ դոզան տալիս են եւ այդ դոզայի անդրադարձին արձագանքին իրանք հավատում են։ Հավատում են այնքան, որ բանակը սարքեցին տարուկես եւ ասացին խնդիրը լուծված է։ Բայց օրինակի համար կարող եք խոսել զինկոմիսարիատների հետ, իհարկե պաշտոնապես իրանք դա չեն հաստատի, բայց այսօր բավականին ծանրաբեռնված իրավիճակ է։ Պահեստազորի հաշվին ուզում են այդ համալրումները իրականացնել, որտեղ մի հարվածով 25%-ով թվակազմը կրճատել է։ Եվ այս պարագայում մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունները հավատարիմ են այդ նախաստորագրված անհասկանալի փաստաթղթին, ինչի անհասկանալի, որտեղ կետերից 3-4-ը առնվազն Ադրբեջանը 1 տարվա ընթացքում խախտել է ամենաբարձր մակարդակով, հա, Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչել են հայտարարություններ, որոնք այս իշխանությունները ասում են դա ներքին լսարանի համար։ Ինչն է ներքին լսարանի համար, երբ որ այդ հռետորական հարցադրումների 90%-ը ցեզ է ուղղված։ Հիմա այն որ ատոմականի մասին հայտարարություններ անում արդեն Ադրբեջանը, ասում է վաղ թե ուշ պետք է ատոմային էներգիայից Հայաստանը հրաժարվի, սա ինչի մասին է խոսում։ Սա էլ վերաբերում է ներքին գործերի այդ մոդուլային ատոմականների մասին խոսակցությունները, որ եղավ, նաև ասացին պետք է մոդուլային ատոմականները բերենք, պայմանավորվածություններ եղան, հիմնականում այդ մասին խոսում էր Արմեն Գրիգորյանը, այսինքն նաև սա այդ նպատակն ուներ, որ քիչ-քիչ նաև հրաժարվենք ատոմային էներգիայից։ Մոդուլային ատոմականի գաղափարը պիտի լիներ պիլոտ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Չէ, նաև այդ ժամանակ փորձագիտական տարբեր հոդվածներ լույս տեսան, որ ասացին թե չէ, որ այդ մոդուլային ատոմակայանը աշխարհում ապացուցել է իր կենսունակությունը եւ այս դեպքում Հայաստանի Հանրապետություն դիտարկվում որպես պիլոտային տարածք։ Հիմա ինչ գործն է։ Այո, ինչ գործն է Ադրբեջանի նախագահի ինքը որոշում է։ Դե հիմա մենք հայտարարում ենք բանից այդ Կասպից ծովից ինքը ինչ քանակությամբ ձուկ պետքա բանանի որսա կամ ենթադրենք ինչ գործողություններ պիտի անի կամ ինչ նավթի չափաբաժին պետքա ինքը բաց թողի բանը շուկայում։ Մենք նման արտահայտություններ անում ենք։ Չէ, խնդիրն այն չի, որ այս կառավարությունը գործող դա կարող է անի, թե չի կարող անի։ Որովհետև մենք տեսնում ենք զուգահեռաբար օրինակ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դատողությունները եւ մոտեցումները ավելի կտրուկ են եւ չոր, քան թե Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։ Այս առումով էլ նաև այդ հավասարակշռությունը պետք է պահպանել, հա, վերջերս նույն այդ երկաթուղիների հետ կապված Կովկասյան հայտարարություններ արեցին, սկզբից կոշտ, հետո մի հատ գնացին Ռուսաստան հանդիպում ունեցան, հետեկան ասացին, թե հարցը պետք է բարեկամական դաշտում կարգավորել։ Բայց ամեն դեպքում ասում եմ, պետք է վաճառվի մեկ ուրիշին։ Դե շարունակում են դա։ Դե ասում են, որ վաճառի դա գիտեք ինչ է, իմ մոտ նայեք տպավորություն է ստեղծվում, նայեք ատոմակայանը մեկ, որի ուղղությամբ վարչապետը հայտարարություն է։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը այդ էներգետիկ ենթակառուցվածքներ, որ կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները միավորվեն, վաղը նույնիսկ չգիտեմ կարող է նույն գազը, էլեկտրաէներգիան այդ ամեն ինչը Ադրբեջանից գա։ Ես հեսա կանդրադառնամ, թե դա ինչ անկախատեսելի հետևանքներ կունենա։ Բանը հեծը, որը խլեցին, հա, Հայաստանի էլեկտրական ցանցերը, եւ նաեւ Խուդաթյանը, որը տարածքային կառավարման նախարար նախանցած տարի հանդիպեց իր կոլեգայի հետ, այսպես ասած, Թուրքիայում եւ ելի քննարկել են էներգետիկ համագործակցություն եւ անվտանգության պայմանագիր, դիվանագիտական հարաբերություն Թուրքիայի չկա, բայց քննարկում ենք այդ էներգետիկ։ Իդեպ Ալիևն ասում է, որ այս հարցը չպետք է հայկական կողմը ձգձգի, քանի որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրը նախ եւ առաջ կարող է անհրաժեշտ լինել հենց Հայաստանին։ Հիմա նայեք, միջև էլ ասում է ատոմակայանը փակեք։ Ատոմակայանը փակեք, ինձից էլեկտրաէներգիան գնեք։ Ռուսներից գազը մի գնեք, գազը մենք ձեզ կտանք։ Ռուսներից երկաթուղիները խլեք, օրինակ տվեք, չգիտեմ, Ղազախստանի, Ղրղզստանին, այնտեղ մենք կգնանք կառնենք այդ եւ այդ բանը շահագործենք։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունները օտարում են
մեր համապետական նշանակություն ունեցող կոմունիկացիաները, բանակցություններ են գնում այդ կուլիսների հետևում։ Իսկ եթե դու քո կոմունիկացիաները օտարում ես, երկաթգիծդ տալիս ես բանը թուրքերին, ադրբեջանցիներին։ Այս թրիփը, որը շատ այդ պայմանագիրը անորոշ է ինձ համար այդ կետը հիմք վերցնելով, որ կարող են օտարել, այսինքն ընդունենք մի հատ իրավիճակ, երբ որ քո երկաթգծերը եւ քո կոմունիկացիոն տնտեսությունը ամբողջությամբ կախված է երկու պետությունից՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Այսինքն հիմա այդ գործընթացն է գնում։ Միանշանակ դանդաղորեն քայլարկել։ Միանշանակ եւ այստեղ հեծը, որը խլեցին, դա շղարշեցին քաղաքական դրդապատճառներով եւ այլն բանման, բայց այդ խնդիրը չկա։ Հեծը եթե ուրիշի ձեռքում է լինել, հիմա նույնը կարող եք ասել, դե գիտեք ինչ, օրինակ Վեոլա, որտեղ Վեոլա ջուրը ունեք Ֆրանսիային ապարտան։ Հիմա այդ խնդիրը հենց դերված է։ Այսինքն Ռուսաստանին ամբողջապես հեռացնելու գործընթաց է եւ փոխարինել Ադրբեջանով Թուրքիայով։ Այո, բայց այդ տենդենսները Հայաստանի Հանրապետության բուն իշխանություններից չեն գալիս։ Այդ տենդենսները գալիս են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը ստորագրեց կապիտուլյացիոն պայմանագիր եւ այն ճանապարհային քարտեզը, որը մինչեւ հիմա հրապարակված չի, դա կարող է տասնամյակներ հետո մի արխիվից մի մասնագետ ուսումնասիրի դուրս հանի։ Այսինքն հայտարարությունից բաց հետի նկետանոց միանշանակ կա ճանապարհային քարտեզ։ Այդ ճանապարհային քարտեզը կա նաեւ այդ դրված նախաստորագրված համաձայնագրի տակ, որից ելնելով Ադրբեջանի նախագահ, որովհետեւ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները բավականին հստակ են եւ պահանջատիրական։ Բայց այդպեսի ակնարկ անգամ չի արել, որ փաստաթուղթ կա։ Ինքը չեն ասում, ինչի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, որը ստորագրվել էր երկրորդ հայրենական պատերազմից առաջ Գերմանիա եւ Ռուսաստանը միջև հրապարակվել է, երբ որ Արևելյան Եվրոպան ազդեցությունների գոտիների բաժանեցին, շատ խոշոր համեմատություն իհարկե տարա այդ բանը, կիսախղճուկ այդ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի։ Ինչ խնդիր կա տակը երկու փաստաթուղթ ավել դնելը եւ ստորագրելը, որ այդ թղթերը օրինակի համար չեն հրապարակվելու կամ հրապարակման ենթական 2050 թվականից հետո։ Ոսով եմ ժամանակ քաղաքացիական պայմանագիրի իշխանություն չի լինի։ Եվ այս պարագայում բնականաբար, եթե ասում են սահմանադրությունը փոխեք, բանը, տասնյակ հազարավոր ադրբեջանցի փախստականներ պետք է հետ վերադառնան։ Այս բոլոր բաները, այսինքն որոշակի խոսակցություններ, պայմանավորվածություն, ինչպես դուք եք նշում, քարտեզ կա ճանապարհում։ Միանշանակ բացառում է, որ չլինի, Հերմինե ջան։ Հիմա այս ամեն ինչը ինչպես պետք է կանխել կամ ինչպես պետք է փոխել, նույնիսկ ընդդիմությունը կարող է, եթե գա իշխանության ինչ-որ բան փոխել այս հարցում։ Ընդդիմությունը, եթե գա իշխանության, այդ ժամանակ կտեսնեն։ Իսկ հիմա ընդդիմությունը ինչ կարող է անել։ Հիմա ընդդիմությունը կարող է այս ռիսկերը վերհանի եւ փորձի ավելի շատ ժամեր ստանա հմեկով, որպեսզի մեր խուլ գյուղերում մարդիկ լսեն, թե իրականությունը որն է, եւ այդ բանից խաղաղության մատրիցայից դուրս գան եւ հասկանա, որ այս իշխանությունները կոնկրետ ուղղորդված process-ը տանում են դեպի կործանում։ Դե բայց տևական ժամանակ թրիփի հետ կապված մի ասեք, որ աշխարհը կործանում, մենք գիտենք, որ աշխարհը կործանվում է։ Եվ չգիտես ինչի այդ կործանում սկսվում Հայաստանի Հանրապետությունից եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Հերմինե ջան, ձեր հարցադրումը շատ ռացիոնալ է։ Եթե տարածաշրջանում իրականում այս բարդ իրավիճակն է, եթե Հայաստանի Հանրապետության վրա կան այս բոլոր ճնշումները, արդյոք ընդդիմությունը ունի այն քաղաքական ուժը կամ լեգիտիմությունը, որ կարող է գալ իշխանության 180 աստիճանով իրավիճակը փոխել, թրիփը ավելի մեր պետական շահերից բխող փաստաթուղթ դարձնել, փորձի Հայաստանի Հանրապետության էներգակիրների ուղղությամբ, որոշակի անկախություն կամ դիվերսիֆիկացիա մտցնել, այդ ամեն ինչը ոնց որ եթեների շարքից է գալի։ Մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունը ընտրողների կողմնորոշվեց դեպի այս իշխանություն։ Մեր ընտրազանգվածի մեծամասնությունը ընտրեց խաղաղությունը, թվացial խաղաղությունը եւ սոցիալական բարեկեցությունը, որքանով որ դա հասկանում, բայց Հայաստանի Հանրապետությունում շարունակում 600,000-ից մոտ ավել
աղքատության մակարդակում մնալ եւ 0.5%-ից մինչեւ 1%-ն ծայրահեղ աղքատ իրավիճակում լինել, 3 համացանցում բավականին մեծ աղմուկ էր բարձրացել հայր եւ որդիների վիճակը Արմավիրի մարզում, երբ որ սոցիալական ծառայությունները նման ընտանիքներին պարտավոր են ամիսը գոնե 1 կամ 2 անգամ այցելել, իսկ այդ ընտանիքի վիճակից ելնելով մենք տեսնում ենք տարիներ շարունակ այդ ընտանիքին ընդհանրապես ոչ մեկ չի մոտեցել։ Հիմա խնդիրը հետեւյալն է. ընդդիմությունը հնարավորինս իհարկե ընտրել են ազգային ժողովում այդ կառուցողական, քաղաքակիրթ, բարեկիրթ ճանապարհը, թող այդպես էլ շարունակվի, եթե կարող է այդպիսի բարեկիրթ բանով գնան եւ մենք չլսենք այդ հին ու նորի անընդհատ շարքներ, բայց մենք էլի լսում ենք դա անընդհատ։ Ազգային ժողովում այդ քննարկումներն են հիմա փաստորեն թողնված է այս հարցերը, նախ կազմավորվում է ազգային ժողովը, հանձնաժողովի նախագահներ են ընտրում, բայց ամեն դեպքում նաև մոռանում են այդ հարցը եւ անցնում են այլ ներքին կռիվներին։ Ես անձամբ ասեմ ինչ եմ, ես ակնկալում եմ, որ օրինակ ընդդիմություն իշխանությունների հետ ասպա գործ չունեն, հույս չունեն։ Գոնե ընդդիմությունը պետք է հստակ օրենսդրական փաթեթներ մշակի, որը իրականում ուղղված է մեր սոցիալական բարեկեցությանը, իրականում ուղղված է, ոչ թե թվայացել են, որ անում են։ Հիմա մտածում են ոնց պետք է այդ համընդհանուր առողջության ապահովության ֆինանսական բեռի տակից դուրս գա։ Հստակ քայլեր մշակի, որպեսզի մեր երկրի տնտեսության զարգացումը կարևոր հիմքերի վրա լինի։ Կարևորը երկրի տնտեսության զարգացումը։ Նույնիսկ եթե մենք ենթադրում ենք, որ այս ժամանակահատվածում այնքան ծայրահեղական է իրավիճակը։ Այսինքն ընդդիմությունը սոցիալական թեմաներ առաջնային դարձնի։ Այո, միանշանակ։ Իսկ մյուս հարցերը, ինչի մասին դուք խոսեցիք։ Ամեն ինչ բխում է սոցիալական արդարության հաստատումից։ Այս երկրում ո՞նց է իշխանությունը ձևավորվում։ Միտումնավոր իրենք պահում են 600,000 մարդ աղքատության այդ մակարդակում, մեծամասնությունը գտնվում է մարզերում։ Գնում են միտեղ ճանապարհ են սարքում, խոստանում են, որ 3 տարի հետո մանկապարտեզ պետք է կառուցել, միտեղ մանկապարտեզ են կառուցում, խոստանում են 5 տարի հետո դպրոց պիտի կառուցեն, բայց զուգահեռ օպտիմիզացիայի ծրագիր են անում, որ հարյուրավոր դպրոցներ պետք է փակվի։ Այսինքն այս կլոունադան, քաղաքական կլոունադան, որը արվեց հանուն վերընտրվելու, ոնց որ ինքնարտադրումը կազմակերպելու համար։ Իրականում Չակետար որպես ինստիտուցիոնալ քաղաքականություններ ժողովրդի մեջ նստածով մտածում են հա տենց էլ ճիշտ է, տենց էլ պետք է գնա։ Բայց մենք հստակ տեսնում ենք եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կեցվածքի մեջ եւ արդեն բնականաբար Ռուսաստանի, որը քիչ թե շատ տնտեսական թշնամությունից կարող է տեղափոխվի նաեւ քաղաքական դաշտ, որովհետեւ մեսեջները ուղարկեցին հստակ եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք որդեգրել են դիվերսիֆիկացման կուրս, տապալեցին ուղղակի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եվ հիմա խնդիրը ո՞րն է, այսօր նաև փորձագետներից մեկն էր գրել։ Ռուսաստանի գերիշխանության տակից դուրս է գալի, ընդունենք դուրս է։ Ինչով եք դա փոխարինում։ Չէ, Հայաստանը ունի ինքնիշխանության որոշակի սահման, դա բացարձակ չի կարող լինել։ Մենք այդ բոլորս պատկերացնում ենք եւ դա սիրում են նաև այս իշխանությունները անդադ թփկահարում են, բայց իրանք ուրիշ քարոշչություն են տանում։ Ասում եմ մենք բոլորից պետքա կախված լինենք, ինչքան գերտերություն կա, դիվերսիֆիկացիայի ենթարկվում։ Գերտերություններն է շփոթեն, Հայաստանի Հանրապետությունը իրանցից ինչքան է կախված։ Գերմանիան ու Ֆրանսիան վիճեն ինչքան այդպես կախված։ Պետք է փոխարինեն անպայման։ Հիմա Ռուսաստանի որ ուզում են փոխարինեն այդ գերիշխանությունը այսպես ասած։ Ինչպես չեն փոխարինում։ Դե իրենք այդպես են ներկայացնում, որ անկախանում ենք։ Ինչից են անկախանում։ Իրանք հակառակը իրանք բանի պաշտոնական ծրագրում գրել են, որ անկախությունը չի կարող բացարձակ արժեք լինել, ցիտում եմ իրանց ծրագիրը։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունը մի քանի գերտերություններից կախվածություն ուներ, ապա պետք է ավելի շատ գերտերություններից կախվածություն ունենա։ Դրա շնորհիվ կարանք դիվերսիֆիկացիա ենթարկել։ Իդեպ ձեզ ասեմ, դա գիտեք ում քաղաքականություններ։ Սուլթան Աբդուլ-Համիդի։ Ասում էր, երբ որ ես մեկին պարտքեմ 1000 օրուշ, այդ իրանց գումարը, դա 1000 ոսկի պայմանական։ Նշանակում է ես իրեն պարտքեմ։ Եթե ես մեկին պարտքեմ 1 միլիոն ոսկի, նշանակում է ինքն է ինձ պարտքը։ Հիմա Հայաստանը վերցրել է այս մոդելը Աբդուլ-Համիդի։ Կիրառում է արտաքին քաղաքական դաշտում, ասում է բոլորին ներգրավենք։ Մեկին տանք էներգակիրները, մեկին տանք Սևանալիճը, մեկին տանք Սյունիքի հանածոները։ Այդպիսի բան չեն ասել։ Անում են։ Հիմա այս բանը կասկածելի բանի
պետականացումը, որը գույքերի ընթանում է, հա, ասենց շռնդալից կերպով դե ասում են բանը հները կոռումպացված վերադարձնում ենք պետությանը։ Այո, հատիկ։ Հիմնականում նրանց գույքը, ովքեր Փաշինյանին դեմ են։ Հերմինե ջան, որ իրենք հայտարարելու են, որ պետական կառավարումը չհաջողվեց, որ դա պետքա տրամադրենք մասնավորին, եւ այդ մասնավորները ովքեր են Հայաստանի Հանրապետությունում այտենց հսկա քիչ ձեռնարկություններ կան, հա։ Այդ մասնավոր լինելու է Թուրքիան, կասկածում եք։ Այո, ունեմ կասկածներ, որ լինելու է Թուրքիան, որ լինելու է Ադրբեջանը, եւ որքան էլ մամուլում հայտարարում են, որ օրինակի համար ընդունենք Գագիկ Ծառուկյանի գինու կոնյակի գործարանը, ցեմենտի գործարանը, հա, սեփականաշնորհեն։ Շատ հեշտ է հակակառուցություն դատարանի դատավորի հետ չագուչի հարվածով այդ ամեն ինչը պետականաց, բայց շատ բարդ է լինելու դա հետ բերելը։ Եթե նույնիսկ վաղը իշխանություններ չեն, նույնիսկ եթե իշխանության գա օրինակի համար, պայմանական եմ ասում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, դա շատ բարդ է լինելու պետությունից հետ բերել։ Այդ բարդությունը կրկնակի աստիճան է ունենալու, եթե դա օտարված լինի որևէ միջազգային կազմակերպության կամ հանձնված լինի դրա ինչ որ հավատարմագրված բանը կառավարման։ Այս պարագայում մաքսիմալ որ միջազգային դատարաններով կարող է տվյալ սեփականատերը հասնի փոխհատուցումն է։ Ստացվում է վերցնելու են գինու կոնյակի գործարանը, տալու են օրինակի համար պայմանական թուրքերին, լավ ֆրանսիացիներին, չլինի որ անդադ շահարկում են Թուրքիան, ուրիշին մի հատ երրորդ կողմին են տալու, այդ մարդը գալու է, դատարաններով կրելու է, հետա վերցնելու, ոչ թե բանը, այլ փոխհատուցումը։ Չի կարողանալու նոր միջազգային այդ սեփականատիրոջից այդ գույքը հետ բերի։ Մարդը եկել է, հա, ընդունենք տենդեր ա եղել կամ պայմանագիր ա եղել, որի շրջանակներում այդ գույքը անցել է կամ գնել է ուղղակի այդ գույքը, ինքը հետ չի տալու։ Բայց պետական գանձարանից այդ այն սեփականատերը, որը շահեց այդ դատը, իրեն փոխհատուցում է վճարվելու։ Անկամ այդ քայլերով այս իշխանությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար այնքան ռիսկեր է ավելացնում, կարելի է ասել ապագա պետական բյուջեն ականապատում է, որ բացվել է մի այլ շրջան, փոխհատուցումների շրջան։ Հիմա շատ հնչեղ է, սեփականաշնորհեցին, ժողովուրդը ծափահարում է, այդ ժողովրդի մեջ մի հատ կրիտիկական լումպեն Փաշինյանին ընտրող ժողովուրդն է։ Պատրաստ է նաև այդ հատվածը ոչ ջուր խմի, ոչ հաց ուտի, առավոտի ծիրիգուն հմեկը միացնի, հիանա թե ոնց է այդ ամեն ինչը իրականացում։ Բայց վաղը հիմա 15 միլիարդ դոլարի է մեր պետական պատքը մոտենում։ Այդ 15 միլիարդ դոլարը երկրաչափական պրոգրեսիվ աճելու է։ Եթե իրանք այդ գույքերը ծախեն ուրիշներին, բոլ իրանց պարգևավճարներ տանես 5 տարվա մեջ, իրար մեջ կիսեն դե մի անգամ ձեր եթերում էլ նշեցի, պարգևավճարի վերին չկա։ Հա իրար կարան 2-300 միլիոնով արդեն պարգևավճար տան։ Չմտածեն արդեն օրինակ սոցիալ նախարար Արսեն Թորոսյանը 8-10,000 եվրոյանոց հեծանիվ գնելու մասին, այլ գերթանկարժեք մեքենաներ եւ ասի գիտեք ինչ կա, ես պրոֆեսիոնալ նախարար եմ եւ ես օրինակ ստացել եմ 250 միլիոն պարգևավճար դրամ եւ ես կարող եմ ինձ թույլ տալ նման շռայլություն։ Ձեռները բռնող չկա։ Այս process-ում էլ այո, ընդդիմությունը պետք է տքնաջան աշխատանք տանի, որ դիմակազերծի այս իշխանությանը։ Բայց դեռ հիմա այս ազգային ժողովի նիստերից ես դա չեմ տեսնում։ Դժվար է հաշիվը արձանագրել ում օգտին է, բայց պետք է առաջինը վերակազմակերպվի ընդդիմությունը եւ պետք է ընդդիմությունը այսօր երկու խմբակցություն է ներկայացնում, այդ երկու խմբակցության մեջ պետք է ինտենսիվ համագործակցություն լինի, պլյուս դրան այդ համագործակցությունը պետք է ամրապնդվի արտախորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցության եւ այսպես ասած պարլամենտի պարսպից դուրս մնացած առողջ ուժերին մոբիլիզացնելու ճանապարհով, որովհետեւ հանրային կարծիքի մի հսկայական տոկոս նաեւ ձևավորում են այդ ուժերը։ Եվ այս եթե քաղաքականություն է մշակում ընդդիմությունը վաղը իր, չգիտեմ, ծրագրերը, օրինագծերը առաջ տանելու միանշանակ ինքը պետք է դաշտը ապահովի, իսկ մենք տեսնում ենք, որ այդ դաշտում արդեն կան որոշ ուժեր, անհատներ, մտավորականներ, որոնք ելնելով օրինակի համար վերջին շրջանում ընդդիմության կեցվածքից դրան գումարած, որ ընդդիմությունը չի հաղթել այս ընտրություններում, ունեն հիասթափություն։ Հիմա այդ հիասթափության
բացը պետք է թույլ չտան, որ ամբողջի վերածվի, այո, եւ սոցիալ-քաղաքական, այո, ճգնաժամի վերածվի։ Եվ այս առումով ինչքան ինտենսիվ աշխատում են իրենց ելույթների ուղղությամբ, նման արդյունավետ կերպով պետք է խորհրդանի պատերից դուրս աշխատի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Սարգսյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։